Պարոն Բաղդասարյան, Ելք-դաշինքը եւ դուք, որպես Ելք-դաշինքի ներկայացուցիչ, դիմում եք ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի վերջինս իր հերթին դիմի վարչական դատարան, որպեսզի հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչեն։ Կխնդրեմ ներկայացնեք ձեր դիմումի իրավական հիմքերը։ Որևէ պետություն մեջ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում, որևէ կուսակցություն կամ դաշինք 100%-ով օգտագործի վարչական ռեսուրսը, դա դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների կողմից, իրականացվող քարոզչությունը, ապա այդ կուսակցությունը կամ դաշինքը ես ինքս համոզված եմ մոտավորապես կստանա 30-40, թե ոչ մի այլ բան չանի։ Այսինքն այդ վարչական ռեսուրսը իդեմս տնօրենների, դպրոցի տնօրենների, մանկապարտեզի տնօրենների օգտագործման դեպքում կհանգեցնի այդ տվյալ կուսակցության կամ դաշինքի օգտագործման կողմից իր կողմից անհավասար պայմանների համեմատած մյուս կուսակցությունների դաշինքների։ Մենք դիմել ենք ԿՀ հետևյալ փաստերն ենք ներկայացրել, առաջի փաստը այն էր, որ ձայնագրությունից երևում է, որ 84 դպրոցի տնօրեն եւ 30 մանկապարտեզի տնօրեն զբաղվել են նախընտրական քարոզչությամբ։ Ձայնագրությունից համաձայն երևում է, որ քարոզչության արդյունքներով հավաքագրված անձանց ցուցակները հանձնվել են մարզպետարաններին, որոնք հանդիսանում են պետական մարմիններ, Երևան քաղաքի վարչական շրջանային, որոնք հանդիսանում են տեղական ինքնակառավարման մարմիններ, այդ մարմինների ծառայողներին, որտեղ ձայնագրությունում երևում է կոնկրետ ում են հանձնել իրենք այդ ցուցակները, Հայաստանի Հանրապետության կուսակցության կենտրոնական ընտրական շտաբին, ընտրական ցուցակում ընդգրկված падգամավորների, թեկնածուների ընտրական շտաբերին, այսինքն քարոզչություն են իրականացել կոնկրետ անձանց համար, որոնք ռեյտինգային կարգով առաջադրված են Հայաստանի Հանրապետության կուսակցության կողմից եւ ընդհանուր կուսակցության համար։ Նույն ձայնագրությունների համաձայն դպրոցի եւ մանկապարտեզի տնօրենները քարոզչությունը իրականացրած օգտագործել են դպրոցների եւ մանկապարտեզին պատկանող գույքը։ Ձայնագրություններից հստակ երևում է, որ իրենք օգտագործել են դպրոցին պատկանող կամ մանկապարտեզին պատկանող համակարգիչները, աշխատասենյակները, հեռախոսները եւ այլն։ Սա եւս խոսում է նա մասին, որ իրենք օգտագործել են իրենց լիազորությունները որպես տնօրեններ։ Վերջինիս քարոզչություն կատարել ներգրավել են իրենց ղեկավարած ուսումնական հաստատությունում աշխատողներին, ուսուցիչներին եւ դասիրակներին։ Այս փաստերը եւս երևում է ձայնագրություններից։ Մյուս փաստը, որ ներկայացրել ենք, դա նույն ձայնագրությունների համաձայն դպրոցի եւ մանկապարտեզների տնօրենները օգտագործել են այն փաստը, որ իրենցից կախվածության մեջ են գտնվում իրենց սաները, աշակերտները եւ մանկապարտեզի երեխաները։ Նշված փաստը օգտագործելով որպես ընտրողներ իրենց ցուցակում ներգրավել են իրենցից կախվածության մեջ գտնվող երեխաների ծնողներին ներազդելով իրենց անկախ կամքի ընտրության վրա։ Այսինքն տրամաբանությունը ո՞րն է, այսինքն ինքը որպես դպրոցի տնօրեն, եթե դուրս գա լիազորություններ, ունենք ինքը գնա արձակուրդ եւ սկսի քարոզչություն անել, որևէ խնդիր չկա, բայց ինքը ձայնագրությունից երևում է, որ օգտագործելով իր պաշտոնական դիրքը, իր դասիրակի կամ իր դասատուի միջոցով ներազդել է երեխեքի վրա, որպեսզի իրենց հերթին ներազդեն ծնողների վրա։ Իրենց ընտրազանգվածը երեխաների ծնողներն են։ Երեխաների ծնողները ոչ թե գնացել են իրենց կամքի ազատ կամ արտահայտության այդ քայլին եւ ցուցակներում ընդգրկվել են, այլ իրենց երեխեքի համար։ Պատկերացնում եք, իմ երեխան կախվածություն ունի այդ դպրոցի դասատուից, տնօրենից, բնական է ես ստիպված եմ լինում գնամ ընդունեմ դասատուի առաջարկությունը, որպեսզի քվեարկեմ ՀԿ-ի։ Եվ ինչպես ասացի, այդ դեպքում ստացվում է, որ ՀԿ-ն միշտ կհաղթես ընտրությունը, եթե ինքը խախտի օրենքը։ Եվ միակ ճանապարհը, որպեսզի կանխարգելել այդ օրենքի խախտումը, դա դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որի հերթին պետք է պարտավոր է դիմել դատարան եւ դատարանում այս բոլոր ապացույցները քննության առարկա դառնան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ըստ օրենքի իրավունք չունի պատշարել որևէ կուսակցության արչեւ, դաշինքի արչեւ, թույլ չտա, որ նա հասնի դատարան, թույլ չտա, որպեսզի այս փաստերը արդար դատավարության ժամանակ, բաց դատական նիստի ժամանակ չհետազոտվեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա է կատարում, ինքը պատաշարում, ինքը գիտակցելով, որ վարչական դատարանը անգամ այսօրվա ներկայացված իրենց հայցադիմումը դատարան քննության առնելու դեպքում մենք մինչև շաբաթ օրը կունենայինք դրա բոլոր պատասխանները եւ մենք կունենայինք նաեւ հետազոտված բոլոր ապացույցները բաց դատավարության ժամանակ։ Ինքը թույլ չտա, որ բաց դատավարություն ունի, որի ժամանակ այս փաստերը հետազոտվի։ Մասնավորապես ինչպես, ձեր բառերով ասած, շարվեց այդ պատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, ինչ արեցին նրանք, որպեսզի թույլ չտան գործը հասնի դատարան։ Նրանք քննարկեցին օրո դաշինքի կողմից ներկայացված դիմումը,
Առաջի հերթին մենք ներկայացվեց կուսակցության անունից ներկայացվեց առաջարկություն, որպեսզի կուսակցությունը հանդես գա որպես երրորդ անձ, քանի որ իր իրավունքները նույնպես շոշափվում է։ Իմ տեսակետից ցանկացած իրավաբան կհաստատի, որ եթե շոշափվում է որևէ պետական, տեղական կամ կուսակցության իրավունքը տվյալ գործը քննելիս, հանձնաժողովը պարտավոր էր հնարավորություն տալ, որպեսզի մեր կուսակցությունը հանդես գար երրորդ անձ եւ մեր կուսակցության ներկայացուցիչը կարողանար իր փաստարկները ներկայացնել օրոյի դիմումի քննության ժամանակ։ Ցավոք սրտի նրանք մերժեցին առաջինը դա, երկրորդը մերժեցին օրոյի դիմումը եւ ճիշտ է բանավոր կարգով մենք լսեցինք իրենց որոշումների հիմնավորումները, ինչ են փորձում ներկայացնել կենտրոնական դրական հանձնաժողովը։ Կենտրոնական դրական հանձնաժողովը իմ կողմից ներկայացված փաստեր ասում է, չէ, իրենք քարոզչություն չեն արել։ Իրենք ուղղակի ցուցակ են վերցրել եւ փոխանցել են ինչ-որ երրորդ անձանց, ինքը չի ասում այդ ցուցակներին չեն փոխանցել մարզպետարանը ինչ կապ ուներ այս ցուցակների հետ, ինչ են այդ ցուցակները վերցրել փոխանցել շտաբի, նա մեկ օրինակ է բերում ինչ-որ այդ 100 քանի հոգու բան, ասում է տվյալ անձը նաև շտաբում է աշխատում, հետեւաբար արձակուրդի մեջ եղել, հետեւաբար այդ գործառույթը ինքը իրավունք ուներ կատարել, ուստի մնացածներ իրավունք ունեին կատարել։ Այսինքն որոշումը բացարձակապես պատճառաբանված չէր, այն ինչ որ մենք բանավոր կարգով լսեցինք, որոշման մեջ ուղղակի փորձ էր կատարել այլ կերպ ներկայացնել փաստերը, այն ինչ որ ձայնագրության մեջ էր ներկայացված, այդ փաստերը դրվել էր մի կողմ եւ ներկայացվել էր, որ իբր տնօրենները իրենց լիազորությունից դուրս ուղղակի ինչ որ թուղթ են վեկալել, տարել ինչ որ միտեղ հանձնել են, ինչ եք դիմել կենտրոնական հանձնաժողովին։ Այսինքն լրիվ այլ իրավիճակ է ներկայացվում, քան իրականում մենք ունենք եւ այդ իրավիճակից հետո ասում է իրավական նորմերի համաձայն այս իրավիճակում որևէ խախտում չկա։ Ընդ որում իրավական նորմերն էլ իրենք սխալ են ներկայացնում, քանի որ մենք մեր իրավական հիմնավորումը այն է, որ այդ գործողությունները, որ կատարել են տնօրենները ի պաշտոնե, հետևանքները վերացնել հնարավոր չի։ Ինչ է նշանակում հետևանքները վերացնել հնարավոր չի։ Արդեն եթե նույն տնօրենները հայտարարեն, որ կներեք, այն որ մենք քարոզչություն ենք արել որպես տնօրեններ եւ խնդրել ենք ծնողներին, որպեսզի ընտրեն ՀՀԿ-ին, այլևս չընտրեք, արդեն չի ազդի, որովհետև ինքը արդեն այդ մեսիջը ուղարկել է, որ գիտես ինչ, երեխա սովորում է իմ մոտ, երեխան հաճախում է իմ մանկապարտեզը եւ եթե ուզում ես բարենպաստ պայմաններ ստեղծեմ երեխայի համար, բեր գնա ընտրի ՀՀԿ-ին։ Հա, սա է մեսիջը եղել, որը հասել է տեղ, որը հիմնավորվում է ձայնագրություններով, քանի որ ինքը հասնում է հաստատապես այդ անձը կընտրի, որտեվ իր երեխան իմ մոտ է սովորում։ Իմ երեխան իմ մոտ է հաճախում մանկապարտեզ։ Այստեղ բարոյական է խնդիր կար, ես անձամբ չեմ ընդունում այն խաղի կանոնը, որ երեխեքին է խառնել այս գործընթացին, պիտի դա չանեին ինձ թվում է։ Նման պարագայում պարոն Բաղդասարյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործելավոճի մեջ արդյոք միտում չեք տեսնում։ Գիտեք ինչ, հետխորհրդային պետությունը բոլոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի իր վարքագիծը այդպիսին է, ինքը պաշտպանում է գործող իշխանություններին։ Ճիշտ է, ըստ օրենքի ինքը անկախ է բոլոր պետությունների մի կողմից մատնաշած, բայց բոլոր հետխորհրդային պետություններում իրանք պաշտպանում են բացարձակապես իշխող կուսակցությանը։ Այլ խնդիր է, որ այս գործը բացառությամբ եթե չլիներ այս նման ճչացող փաստեր, շատ դժվար կլիներ որևէ կուսակցությանը կամ դաշինքին ապացուցել իրենց շագրի լինելը, բայց փաստերը, այսինքն թույլ տված սխալները տվյալ կուսակցության կողմից, բնակչության կողմից, այս անպաշտպանության մթնոլորտը, որ ձևավորվել է, արդեն այս պայմաններում կենտրոնական ընտրական հանձնաժողովն չի կարող պաշտպանի։ Իրանց վիճակը շատ վատ է այս պահին։ Այդ դեպքում որոնք են լինելու նաև ձեր առաջիկա գործողությունները, ինչ քայլերի եք պատրաստվում նաև դիմել։ Քանի որ դիմումը ներկայացվել է ելք դաշինքի կողմից, դաշինքը պիտի որոշում կայացնի, թե ինչ հետագա քայլերը պետք է ինքը ձեռնարկի, բայց ես որպես ներկայացուցիչ այն կարծիքին եմ, որ պետք է դիմել անհապաղ դատարան, որպեսզի ասել, որ վարչական դատարան, որպեսզի նախ փաստել, որ մեզ չեն թույլատրել մասնակցել այդ նիստին, երկրորդը պետք է դիմել դատարան, եթե մենք ընդունենք վաղը նիստ գումարեց եւ մերժեց մեր դիմումի պահանջները, որտեղ կրկնում եմ, որ այս պայմաններում, եթե այս աստիճան վարչական ռեսուրսը օգտագործվել է, չի բացառված, որ դա համատարած է, այսինքն ամբողջ Հայաստանի մանկապարտեզները եւ դպրոցները, դպրոցի տնօրենները նույն վարքագիծն են դրսևորել, այս պայմաններում ապահովել հավասար ընտրական իրավունք հնարավոր չի։ Ուղղակի իմ կարծիքով այստեղ խնդիրը այն է, որ այս հանգամանքը բացահայտվել է եւ բացահայտված լինելու պարագայում պիտի ինչ-որ մի լուծում տրվի։ Այսինքն չի կարող պատահի իմ կարծիքով ընտրությունները այս տրամաբանությամբ շարունակեն եւ ընտրության արդյունքները համարվեն վավեր,
որտեղ կան դիտորդներ, կան միջազգային դիտորդներ, բոլոր փաստերը ներկայացված է նաև միջազգային դիտորդներին, տեղական ինքնական դիտորդներ կան, ոչ մեկ չի կարող հերքել այն փաստը, որ իրականում դպրոցի տնօրենները, մանկապարտեզի տնօրենները օգտագործել են իրենց սաների հանգամանքը երեխանի, որպեսզի ներազդեն ծնողների վրա, որպեսզի ծնողները ընտրեն ՀԿ-ն, տենց բան չպետք է անեին։ Արդյոք այս դեպքում դատարանը սա հաշվի կառնի որպես ծանրակշիռ փաստ, նաև այն ձայնագրությունները 114, որոնք հրապարակվել էին ավելի վաղ եւ անվավեր կճանաչի նրանց գրանցումը։ Դուք այդպիսի ակնկալիք ունեք արդյոք վարչական դատարանից։ Տեսեք, ես վերջի 27 տարվա մեջ անկախությունից ի վեր բնակվել եմ Հայաստանի Հանրապետությունում, ես չեմ հիշում երբևիցե նման ապացույցներ ընդհանրապես լինեն։ Այսինքն սա աննախադեպ դեպք է, երբ որ կուսակցությունը ոչ թե պնդում է իր հայտարարությունը իր տեսած եւ չունի ապացույցներ, այստեղ այն աննախադեպ դեպքն է, որ կուսակցությունը այդ դեպքում դաշինքը պնդում է իր փաստերը հիմնավորելով ապացույցներով։ Ինչպիսի գործընթաց, ինչպիսի զարգացում կլինի, դա կցույց տա ժամանակը։ Ես իմ կարծիքով այստեղ մեծ դերակատարում պետք է խաղան դիտորդական կազմակերպությունները, եթե այս փաստերը իրենք էլ եւս ուսումնասիրեն եւ հանգեն նույն կարծիքի, որ այդտեղ խնդիր չկա, ապա ձեր ասած հետևանքները հնարավոր է, բայց եթե իրենք ուսումնասիրեն եւ հայտարարեն, որ այդտեղ խնդիր կա, որ իրականում խոչընդոտվել է մարդու իրավունքները, արդար ընտրելու իրավունքը, որ մարդու երեխային չեն օգտագործել որպես գործիք, որպեսզի այս կամ այն կուսակցության օգտին ինքը ձայն տա, եթե նման հայտարարության հանդես եկան դիտորդական կազմակերպությունը, այստեղ խնդիր կունենանք։ Եվ դատարանը կարող է մի փոքր այլ որոշում կայացնի, եւ կարծում եմ, եթե քաղաքական մակարդակով այս խնդիրը չլուծվեց, չգտան այն եզրերը հնարավոր տարբերակները հետագայում, ինձ թվում է կարող է ընտրությունն էլ անվավեր համարվի։